Ընտրություններին մասնակցել է 1,476,769 ընտրող 58,9%, իսկ անբավեր է ճանաչվել 16,210 թերթիկ։ Ուժեղ Հայաստանը ստացել է 23,271%, ԲՀԿ-ն 3,898%, ՔՊ-ն 49,749%, իսկ Հայաստան դաշինքը 9,923%։ Միաժամանակ Բարգավաճ Հայաստանը վարչական դատարանում վիճարկում է երկու ընտրատեղամասերի արդյունքների անբավեր ճանաչման վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները։ Ստամբուլի Չիրաղան պալատում տարածաշրջանային կարևոր ենթակառուցվածքներին համագործակցությանը վերաբերող փաստաթղթեր են ստորագրվում, այս անգամ էլ առանց Հայաստանի։ Համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջև է։ Ստորագրված Ստամբուլյան հռչակագրի հիմնական կետերից մեկը վերաբերում է Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային երթուղու ստեղծմանը, Թրամփի ուղուն, սակայն դրա կյանքի կոչումն ու ճանապարհի շուրջ քննարկումը առանց Հայաստանի մասնակցության է։ Դեռ այն ժամանակ, երբ թռիփը որպես նախագիծ եկավ, Վրաստանում բավականին մտահոգված էին տպավորությամբ այդ հանդիպման կարևորագույն նպատակներից մեկը այն է, որպեսզի Վրաստանի հետ որոշակի կոմպրոմիսային ճանապարհ գտնվի վրացական կողմի մտահոգությունները փարատելու համար։ Ըստ քաղաքագիտական համայնքի Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռյակը ստորագրել են մի փաստաթուղթ, որի հետևում թաքնված է այլ երկրի տարածքի շուրջ քաղաքական առևտուրը։ Քաղաքական առումով կարծում եմ կա այսպիսի ենթադրություն անելու հիմք, հատկապես այն առումով, որ տարածաշրջանային 3 պետություններ ըստ էության խոսում են մյուս պետության տարածքով անցնելի ենթակառուցվածքների մասին եւ Հայաստանը այստեղ միայն որպես պատասխանատվություն ստանձնած կողմ է հանդես գալիս։ Տարածաշրջանի եռյակ արտգործնախարարները վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությանն աջակցությունը, սակայն Հայաստանը, որի տարածքով նախատեսվում է անցկացնել երթուղին, նման երաշխիքների ցանկում չկա։ Հայաստանի շրջանցումը, ես կարծում եմ ավելի քաղաքական իմաստով է շրջանցում, Հայաստանի կարծիքը լայն առումով այլևս հաշվի չի առնվում, համարելով, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համաձայնությամբ արդեն իսկ լուծված են եւ Հայաստանի հետ բանակցելու այսպես առանձնակի խնդիրներ չեն տեսնում։ Հələ հարց է, դեպի աշխատի թե չի աշխատի։ Անկախներից Հայաստանը վարչապետ ինչ խոստումներ է տվել, որովհետև այստեղ էլ Իրանի հետ կապված խնդիրներ կան։ Բաքուն, Անկարան եւ Թբիլիսին անդրադարձել են նաեւ Հայաստանին շրջանցող, սակայն Հայաստանի իշխանությունների մոտ մեծ ողջավորություն առաջացրած Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղուն։ Ըստ վերլուծաբանների Բաքու-Թբիլիսի կարս երկաթուղին միջին միջանցքի կարևոր բաղադրիչն է, որը ստեղծվել է Ռուսաստանը շրջանցող բեռնափոխադրումների համար, եւ այժմ նույն միջանցքը ցանկանում են շարունակել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական եւ թուրքական կողմերը այս պահին համարում են, որ Հայաստանի հետ այս առումով քննարկելի որևէ այսպես բան չկա, որովհետեւ համարում են, որ բոլոր քննարկվելիք հարցերը լուծված են այսպես կոչված թռիփքի միջոցով եւ բանակցելու պարագայում իմ մոտ տպավորությունն է, որ իրենք հակված են ավելի շուտ բանակցել Միացյալ Նահանգների հետ, քան Հայաստանի Հանրապետության, համարելով, որ այդ երթուղու, այսպես ասենք, հիմնական շահառուներից մեկը հենց Միացյալ Նահանգներն են։ Հական ֆեդերալիստները մի բան լավ են հասկանում, որ Ռուսաստանը չի շնորհավորել, ճնշումները չի վերացվել եւ ոչ ոք չգիտի թե այդ իշխանությունը քանի օր կդիմանա։ Ջեյհուն Բայրամովն էլ բարձր է գնահատել Կարս Իգդիր Նախիջևան երկաթուղու կառուցումը։ Վերլուծաբանների դիտարկմամբ այս բոլոր զարգացումները տեղի են ունենում Հայաստանի շահերի լիակատար անտեսման պայմաններում։ Բացի այդ, Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան կապուղիներով, ճանապարհներով եւ միջանցքերով բեռնափոխադրումների ծավալների շարունակական աճին զուգահեռ Հայաստանը կարող է մնալ տարածաշրջանային հիմնական երթուղիներից դուրս։ Արդարադատության նախարար Գալյանը արձագանքել է հարցին, թե արդյոք ՔՊ կուսակցության վարչության նիստի օրակարգում եղել է սահմանադրության հարցը։ Դրական պատասխան է տվել եւ նշել, որ սպասում են որոշ գործընկերների կարծիքներին, իսկ այն հարցին, թե ՔՊ-ն կարող է արդյոք 61 մանդատով սահմանադրական փոփոխություն իրականացնել, Գալյանը հայտնել է, թե այդ առումով իրավիճակ չի փոխվել։ Այսօր էլ իշխանությունը չունի սահմանադրական մեծամասնություն։ Ինչու այդ հարցը նախկինում չի ծագել։ Մենք ասել ենք, որ մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է սահմանադրությունը փոփոխել եւ դա եղել է քաղաքական հանձնառություն, ինչը մենք ստանձնել ենք եւ պատրաստ ենք եղել ի կատար ածել։ Նոր սահմանադրության տեքստը հրապարակել է եւ հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է։ Թե ինչ կլինի դրանից հետո ժամանակը ցույց կտա։
105.7 միլիարդ դրամ։ Նախորդ տարի հենց այսքան գումար է ծախսել ներքին գործերի նախարարությունը ֆինանսների նախարարության պլանավորած 108 միլիարդ 813 միլիոն դրամից։ Կատարողականը կազմել է 97.2 միլիարդ դրամ։ Փաստացի նախապես հատկացված գումարից չի ծախսվել 7 միլիարդ 650 միլիոն դրամը։ 108.8 միլիարդ դրամը ներքին գործերի նախարարությանը տրվել էր բյուջետային հատկացումներով, բայց օրենքով չարգելված, այսպես ասած այլ աղբյուրներից եւս ֆինանսական ներդրումներ են իրականացվում։ Օրինակ, կիբերլաբորատորիաների ստեղծման համար մոտ 1 միլիոն դոլարի չափով ներդրում է կատարվել, ինչն էլ նպաստել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության առավել շատ դեպքեր բացահայտվեն։ 2025 թվականին ընդհանուր առմամբ հայտնաբերվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 768 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց։ Այս ցուցանիշը 80%-ով ավելի է 2024 թվականի արդյունքներից։ Այս ուղղությամբ մենք հստակ ռազմավարական մոտեցում ունենք, որ անհրաժեշտ է կենտրոնանալ ներմուծման եւ արտադրության վրա, որտեղ այլ կարծես թե ցակումնաբանություն կամ աղբյուր չի կարող ունենա թմրանյութը, դա կամ պետքա բերվի Հայաստանի Հանրապետություն, կամ պետքա արտադրվի։ Եվ այս պարագայում, այո, մենք կարող է հաջորդի, օրինակ, այս տարվա մեջ կամ մյուս տարվա մեջ տեսնենք դեպքերի նվազում, բայց խմբականակի, այսինքն քանակի թմրանյութի աճ։ Կպնել գրպանին առանց կոմպրոմիսի։ Նիստերի սրահում նման առաջարկ հնչեց։ Քարսիտ չունենալու համար վարորդներին լուրջ ֆինանսական պատասխանատվության են ցանկանում ենթարկել։ Այս տարի մեքենայում երեխաների համար նախատեսված հատուկ նստատեղերի բացակայության մասով արդեն իսկ կազմվել է մոտ 5500 վարչական արձանագրություն։ Անցած տարվա համեմատ մենք կրկնակի ավել ենք կազմել քարսիտ չունենալու դեպքերը, այսինքն վարչարությունը խստացվել է, բայց ելի պետքա կրկնվեմ, եթե այն իրավախախտումներն են, որ իրականում մարդու գիտակցության մեջ, որպես դա պետքա տպվի, որ սա ոչ թե սա իր կյանքի կամ իր ամենամտերիմ հարազատի երեխայի, կյանքի եւ առողջության հետ կապ ունի։ Ներքին գործերի նախարարությունը զեկույցն ավարտեց լավատեսական նոտայով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունը աճել է։ 2025 թվականը դարձել է բացարձակ ռեկորդակիր ցուցանիշների առումով։ 32891 դիմում է ստացվել քաղաքացիություն ստանալու համար եւ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել 25670 անձի։ Նախորդ տարի դիմումների քանակը գրեթե եռապատկվել է 2014-2021 թվականների միջին ցուցանիշի համեմատ։ 108.8 միլիարդ դրամ է կազմել ներքին գործերի նախարարության բյուջեն 2025-ին։ 102 միլիարդը ընթացիկ, իսկ 6.8 միլիարդը կապիտալ ծախսն է եղել, այսինքն ընդհանուր մոտ 294 միլիոն դոլար։ Խորհրդարանում իրավապահ համակարգի 2025-ի բյուջեի կատարողականն է քննարկվում։ 2024-ի համեմատ ոստիկանությունը ավելի շատ է ծախսել։ Օրինակ, աճել են աշխատավարձերը այն ծառայողների, որոնք ատեստացիա են անցել։ Ատեստացիայի մեկնարկից սկսած ընդհանուր առմամբ դիմել է ոստիկանության 9525 ծառայող, հաղթահարել է 4921-ը։ Եթե նախկինում քրեական ոստիկանը ստանում էր 285,000 շուրջ աշխատավարձ, գերազանց ատեստավորման դեպքում վերջինիս աշխատավարձը կազմել է 585,000 դրամ։ Ներքին գործերի փոխնախարարը խոսում է տարբեր ոլորտներում ձեռքբերումների մասին։ Ավելի շատ թմրանյութ է արգրավվել, ավելի շատ զենք զինամթերք հայտնաբերվել, ավելի շատ հանցագործություն է բացահայտվել։ Նշվում է, որ Հայաստանը աշխարհի անվտանգ երկրների շարքում 13-րդն է, իսկ ոստիկանության գործունեությունը Հայաստանում դրական է գնահատում քաղաքացիների 68%-ը։ Իհարկե պետք է նշել, որ աճել է նաև ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների թիվը։ Դրանք կանխելու եւ բացահայտումն արագացնելու համար դեռ ամիսներ առաջ օրենքով ոստիկանությանը տրվեց մեծ լիազորություն, հասանելիություն պետական համակարգում գտնվող բոլոր տեսախցիկներին, բայց մինչև այժմ այդ համակարգը կարծես չի գործում։ Ինչ վերաբերվում է տեսախցիկների օգտագործման, այո, ճիշտ եք, մենք չունենք այդ ենթակառուցվածքը, դրա համար էլ ապահովված չի։ Անցումային խորհրդատու են թարգմանում հայերեն, transactional advisor ասված, դրա համար համապատասխան տեխնիկական նկարագիր, որպեսզի մենք ունենանք անցումային խորհրդատու, որի միջոցով մենք կփոխենք ամբողջ ինստիտուտը, մենակ մեկ կամերայի դոստուպի հարց չլուծենք։
Նախորդ տարվա ընթացքում ավելի շատ ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել, քան 24 թվականին։ Փոխարենը մահերն են եղել ավելի պակաս։ Սա քաղաքականության փոփոխման արդյունք է, նշում են ոլորտի պատասխանատու պաշտոնյաները։ Ճանապարհներին ավելի անվտանգ լինելու հարցում իր դերն է ունեցել վարորդական իրավունք ստանալու process-ում իրականացված փոփոխությունները։ Այդ առնչությամբ, սակայն, քաղաքացիները ունեն օբյեկտիվ բողոքներ։ Խոսքը մեծ հերթերի մասին է։ Մենք ունենք 5 մեծ մարզեր, որտեղ կան ընդամենը 1 տեսական քննության մեքենա։ Այսինքն, եթե մարզում ապրում է 250,000 բնակչություն, 1 մեքենա բնականաբար չի կարող հասցնել, ավտոպարկը շարունակում է մնալ քիչ։ Այսինքն, այսօր տեսական քննության համար մարդիկ պետք է ամիսներով սպասեն։ Եվ նաև սա է պատճառը, որ ունենք տասնյակ հազարավոր զրկված վարորդներ, ովքեր մինչև այս պահ չեն կարողանում հանձնել քննությունը։ 2025-ին իրավապահ համակարգում իրականացված եւ դեռ չավարտված բարեփոխումներից մեկն էլ, որն արտացոլվել է բյուջետային ծախսերում, նոր կենսաչափական անձնագրերի մշակումն է, որի շնորհիվ ըստ բարձրաստիճանների խոստումների Հայաստանը մեկ քայլով ավելի մոտ կլինի Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի կիրառմանը։ Ի դեպ, անձնագրերի մասին առաջիկայում վերանայվելու է Հայաստանի քաղաքացիություն ստանալու կարգը։ Արձանագրում ենք, որ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ունենք խնդիրներ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալը բավականին դյուրին է։ Մենք նախատեսում ենք քաղաքացիության ձեռքբերման գործընթացի որոշակի հստակեցումներ, կարող եմ ասել նույնիսկ որոշակի բարդեցումներ։ Պատգամավորներից մեկը առաջարկեց քաղաքացիությանը վերաբերող օրենսդրության փոփոխման համատեքստում անդրադառնալ նաև երկրից երկար բացակայած Հայաստանի քաղաքացիների ընտրության մասնակցության հարցին։ Այս թեման հատկապես ակտիվ քննարկումների դաշտ մտավ վերջին շաբաթներին ընտրական պրոցեսների համատեքստում։ Հունվարի 1-ից նկատվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմելիության աճ։ Այս մասին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը։ Փոխնախարարը ներկայացրել է նաև 2025-ի տվյալներ, ըստ որոնց Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 39650 անձ, որոնցից 27296-ին նախագահի հրամանով շնորհվել է քաղաքացիություն։ Օնլայն խաղատաներում ըստ նոր նախագծի ներմուծվելու է ինքնաարգելափակման կոճակ, որը երևալու է օնլայն հարթակի յուրաքանչյուր էջում եւ զբաղեցնելու է 5% եւ ավելի տարածք։ Սա արվելու է, որպեսզի խաղացողը անընդմեջ աչքի առաջ ունենա այդ կոճակն ու ցանկացած պահի կարողանա արգելափակել իր իսկ խաղալու հնարավորությունը։ Խաղի կազմակերպիչը կոճակի սեղմումից հետո ոչ ուշ քան 1 րոպեի ընթացքում պարտավոր է լինելու ապահովել անձի արգելափակումը։ Բացի սա, ներկայացված դիմումը օնլայն խաղատունը փոխանցելու է միասնական օպերատորին, որն էլ անմիջապես ներկայացնելու է մյուս խաղատաներին, որպեսզի արդեն արգելափակված անձը չկարողանա գրանցվել մյուս օնլայն խաղատաներում։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից մշակված օրինագիծը նաև սահմանում է պաշտոնատար անձանց համար օնլայն խաղատաներից օգտվելու սահմանափակումներ։ Արգելվում է օրենքներով նախատեսված խաղերին մասնակցությունը այն անձանց, ովքեր պետական ծառայության, համայնքային ծառայության եւ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք են, հանրային իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող անձինք են, պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատող անձինք են, պետության կողմից հիմնադրված հիմնարկներում աշխատող անձինք են, 50% եւ ավել պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակիցներ են, կենտրոնական բանկի աշխատակիցներ են։ Հունիսի 9-ին Կոտայքի մարզում արտակարգ վիճակ էր, ուժեղ անձրև ու կարկուտ էր տեղացել։ Կադրերը Ծաղկաձորից են, մի քանի փողոցներ, այդ թվում դեպի Ճոպանուղի տանող հատվածը դժվար անցանելի էր դարձել։ Մոտ մի քանի կիլոմետրանոց հատված ջուրը, որ ասում գետը գրավել է։ Սակայն խնդիրը միայն առատ տեղումները չէին, նաև այն, որ Հրազդան գետն էր վարարել, հապերից դուրս եկել, ջուրն ամբողջությամբ ճանապարհն էր ողողել։ Քաղաքացիներ կային, նշում են, որ քրկարարները ժամանել են, արձանագրել են դեպքը։ Միակ ուրախությունը, որ տուժածներ չկան, բայց ասում են հիմա մի քիչ նստել է, բավականին տեղեր կար, նույնիսկ ասում են 30-40 սանտիմ գետը այդպես վարար գնում էր։
Բարեբախտաբար տուժածներ չկան։ Այստեղ պիտի ասում մանկապարտեզ կառուցվեր, բայց ժամանակավորապես դադարեցվել է։ Իսկ Նոր Խարբերդում կառավարության ֆինանսավորմամբ կառուցվող մանկապարտեզի համար փորված հիմքը բնակիչների համար պատուհաս է դարձել։ Ոչ ցուցանակ կա, ոչ էլ պաշտպանիչ որևէ պատնեշ, օրեր առաջ էլ անչափահասը հրաշքով է փրկվել։ Այն որ ասում այնտեղից երեխան ինգելա ջրի մեջ հասցրել են հանել են։ Այնտեղի։ Խորը տեղ ընկնել հանել չէր լինի երեխան։ Չգիտեն արտիզյան ջուր է, կոյուղա ջուր է, ռոկման ջուր է, խմելու ջուր է, դեռևս հայտնի չէ, սակայն աշխատանքները դադարեցվեցին ու հիմա բնակիչներին մտահոգում է այն խնդիրը, որ այս տարածքը անվտանգության ոչ մի գոտի, անվտանգության համար ոչ մի բան պահպանված չի։ Բնակիչները պահանջում են հրատապ տարածքը փակել անհրաժեշտ թիթեղներով մինչև վերջնական կորոշվի մանկապարտեզի կառուցումը շարունակվելու է թե ոչ։ Մասից խոշորացված համայնքի ղեկավարն է Գագիկ Շամշյանին հայտնել, որ շինաշխատանքների մեկնարկից հետո պարզ է դարձել, որ տեղանքում առկա են գրունտային կամ այլ ջրեր, որոնք խոչընդոտել են աշխատանքների հետագա կատարմանը։ Հիմա սպասում են վերջնական որոշմանը, իսկ խնդիրն իր ուշադրության կենտրոնում է, վստահեցրել է Մասից համայնքի ղեկավարը։ Մոտ օրերս աշխատանքները կվերսկսվեն։